Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ լիազոր դեսպան Արիստիդ Տապսոբան։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Տապսոբային նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություն եւ արդյունավետ գործունեություն իշահ երկու երկրների հարաբերությունների զարգացման։ Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Բուրկինա Ֆասոյի հետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, ընդգծելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կրթության եւ առողջապահության ոլորտների ներուժը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործակցության զարգացման հեռանկարներին, ընդգծելով այդ ոլորտում առկա ներուժն ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտներում համագործակցության ուղիների համատեղ որոնումը, ուղղված ոլորտային բարեփոխումներին աջակցելուն եւ փորձի փոխանակմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ հանքարդյունաբերության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ընթացքում դրականորեն արձանագրվել է Հայաստանի եւ Բուրկինա Ֆասոյի միջև միջազգային հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է եղել նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրների համագործակցության ձևաչափում երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարեւորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի կարդինալների ժողովի դեկան կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին նորին սրբության Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ, ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից ցավակցական հեռագրում նշված է. Ձերդ վսեմություն սրտի խորը կսկիծով ստացա նորին սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը։ Իմ եւ Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք խնդրեմ մեր խորին ցավակցությունները։ Անգնահատելի է նորին սրբության ակնառու առաջնորդությունն ու ջանքերը ի նպաստ խաղաղության հաստատման, համամարտկային արժեքների տարածման, ժողովուրդների միջև համերաշխության հաստատման, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության։ Ֆրանցիսկոս Պապը բոլորիս հուշերում կմնա որպես գթասրտության եւ մարդասիրական գաղափարների առաջամարտիկ, ում մշտական ուշադրության ներքո էր նաեւ հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հարցը։ Խորապես կիսում ենք ողջ աշխարհի հավատացյալների վիշտը այս մեծ կորստի կապակցությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։ Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտ ապույտ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի, ասված է Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում արված գրառմանը։ Հիշեցնենք, որ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել եւ սպանել առնվազն 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր, որոնց մեծ մասը ծանր վիճակում է։ Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրում է Հնդկաստանի իշխանությունների դեմ պայքարող զինյալներին։ Իրավապահների փոխանցմամբ առնվազն 4 զինյալ մոտ տարածությունից կրակել են տասնյակ զբոսաշրջիկների ուղղությամբ։ Սպանված զբոսաշրջիկների մեծ մասը հնդիկներ են։ Առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար։ Ոստիկաններն ու զինվորները որոնում են հարձակվողներին։ Բարև ձեզ։ Գագիկ Ծառուկյանի հյուրը հայկական ծագումով շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոմնեզն է։ Նա Հայաստանում է ցեղասպանագիտության շաբաթ միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Գրքարշավը սկսել է իր նոր աշխատանքով, որտեղ ներկայացված է Արցախի անկումն ու 2020-23 թվականների վավերագրությունը։ Հայկական արմատներով հայտնի գործիչը նոր ծրագրեր ունի եւ դրանք որոշել է կյանքի կոչել գաղափարակից ու հայրենանվեր մարդկանց աջակցությամբ։ Ես շատ տպավորված եմ, որ մենք հայազգում կան այդպիսի մարդիկ, որոնք լիարժեք մտահոգ են իրենց երկրի, իրենց ժողովրդի համար, որ մեծ աշխատանք է կատարել այն մարդկանց, ովքեր մտահոգ են իրենց երկրի, իրենց ժողովրդի համար, դրանով ապրում են, աջակցում են, մասնակցում են, որ մենք իրենց ճանաչենք, ներկայացնենք, իրար կողքի լինենք, երբ որ ազգը միասնական ամի բռունց կա, ցանկացած խնդիր իր համար լուծել է։ Իսկ եթե մասնատված է կտոր նրանք հաջողություն հաղթանակ չեն կարող ունենալ։ Շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ անում եք արցախցիների, Սփյուռքի մեր հայրենակիցների ու Հայաստանի հայերի համար։
Մենք դա մեր գործ ենք կատարում, որ հայոր որպես հայորդի մենք մտածում ենք մեր երկրի, մեր ժողովրդի համար եւ դա միայն խոսքերով չի, մարդը պետք է գործ անի, աշխատանք կատարի։ Դա մեր հզորությունն է, մեր հպարտությունն է, աշխարհում մենք որ ավելի մեծ ճանաչում ունենանք։ Մեծ հայրենականում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ օրեր առաջ թողարկվեց սահմանափակ քանակությամբ հատուկ կոնյակ, շշալցված բացառիկ հումքով։ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ այդ խորհրդանշական նվերն այն արժանավորների համար է, որոնք նպաստ են բերում հայրենիքին, որոնք գիտեն հաղթանակի գինը։ Հայրենական պատերազմի 80-ամյակին կապակցված կոնյակ ենք արտադրել եւ այդ ժամանակ ես ասեմ, որ այդ կոնյակը միայն պետք է տրվի հասցեատերերին, այն մարդկանց, ովքեր մտահոգ են երկրի համար, ազգի համար, պետության համար եւ աշխարհում մեկ հայ ազգի պատիվը բարձր են պահում։ Եվ ես տեսնելով հաղորդումը տպավորված, որ անպայման ես պետք է այդ առաջին շիշը հանձնեմ իրեն, որ ինքը արժանի է, որ կարողանում է այսքան տարիներ որպես ամենալավ լուսանկարիչ, որ կարողանում է ալբոմ կազմել ցեղասպանության հետ կապված, որ մենք չենք կարող մոռանալ դա։ Մեր ամբողջ ազգը սքացել է, սքում է, եւ դա ինքը լիարժեք աշխատանք կատարելով, ամբողջ աշխարհին ներկայացնելով մեզ գործակատարում։ Կոնյակը պատրաստված է 1945 թվականի խաղողի բերքից։ Մերսի։ Մերսի։ Եվ ստեղ գրած է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Ça c'est bien, ça c'est bien. C'est francophonie. La Suisse, l'Arménie c'est une Շնորհակալ եմ, շատ շնորհակալ։ Հայաստանի շատ վայրերում եմ եղել, բայց ֆրանսերեն գրություններ քիչ եմ հանդիպել, շատ հաճելի է։ plusieurs Ես իրականում շատ հարուստ մարդկանց եմ ճանաչում, բայց ոչ բոլորն են, որ այսքան մտահոգ են իրենց երկրի խնդիրներով։ Եվս մեկ անգամ ի խորոց սրտի երախտապարտ եմ ձեզ։ Երևանում ես կառուցել եմ եկեղեցի հատուկ ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ։ Եվ բացի դա ես կառուցել եմ 8 եկեղեցի, 20-ից ավել վերակառուցել եմ։ Եվ այսօր նախագիծը արդեն հաստատված է, որ ես ուզում եմ կառուցեմ արդեն Քրիստոսի արձանը Հայաստանում, որպես մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգ, որը պետականորեն քրիստոնեությունը ընդունել ենք։ Արձանի բարձրությունը 101 մետր է լինելու։ Հիսուսի արձանի ամբողջ հմայքն ու շքեղությունը հայտնվելու է նաև շվեյցարահայ վավերագրողի օբյեկտիվում, մինչև այդ հիանում են հոլովակով։ Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանն առաջարկում է շրջել իր կառուցած եկեղեցիներում, մասնավորապես հիշատակում է այս օրերին առավել խորհրդանշական հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կառուցվածը Նուբարաշենի Սրբոց նահատակած եկեղեցին, իսկ ծանոթությունը սկսվում է Աբովյանից։ Շատ ոգևորված եմ այս եկեղեցու ճարտարապետությամբ։ Սա կարևոր հոգևոր կառույց է Հայաստանի ու աշխարհի համար։ Այստեղ հսկայական աշխատանք է կատարված ոչ միայն Հայաստանի ու Սփյուռքի հայերի, այլև ամբողջ քրիստոնյա աշխարհի համար։ Շրջայցը շարունակվում է Նոր Հաչնի Սուրբ Ամենափրկիչ եւ Նուբարաշենի Սրբոց նահատակած եկեղեցիներում։ Դեմիրը ֆոտոխցիկը ձեռքից վայր չի դնում։ Հերթական վավերագրությունն է ձևավորում, որը հոգևոր արժեքներն ու ճարտարապետական կոթողները ներկայացնելու է նոր դեմիրական դիտակետից։ Էրզրումում ծնված Անկարայում ուսանած արվեստագետն այժմ ապրում է Ժնևում։ Թուրքիայում լրագրությամբ եւ լուսանկարչությամբ զբաղվել է 1980-ականներին, սակայն քաղաքական ճնշումների պատճառով չի կարողացել շարունակել իր գործունեությունը։ 2006-ից վերսկսել է զբաղվել ֆոտոլրագրությամբ։ Սյոմնեզը գրում է մարդու իրավունքների, սոցիալական արդարության թեմաներով։ 2020-ին նրան Արցախ բերեց աշխարհի լռության ձայնը։ Փաստը, որ Հայաստանը միայնակ էր միջազգային կոալիցիայի դեմ եւ կռվում էին ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի, Իսրայելի բանակները, ջիհադիստները, անընդունելի էր։ Այս արհավիրքի դիմաց Հայաստանը միայնակ էր։ Ես եկել եմ այդ պատմության մասին խոսելու։ Հիմա էլ Ադրբեջանը նույն կերպ շարունակում է մշակութային ցեղասպանությունը, ոչնչացնելով հայկական հետքը։
Նյումեգի հրատարակած Դեմիրի գրքում լուսանկարներն ուղեկցվում են գրավոր նոթերով։ Ընթերցողը հայտնվում է Մարտի դաշտում, Ստեփանակերտի փողոցներում ու մշուշոտ իրականության մեջ։ Դա փաստագրական արժեք է հարգանքի տուրք զոհվածներին և սթափության կոչ համայն մարդկությանը։ Կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը հայտնել է, որ 40,600 անհույս վարկ ունեցողներից միայն 3,594-ն է դիմել կառավարության աջակցող ծրագրից օգտվելու համար։ Նախագծով նախատեսվում է երկրորդ եռամսյակի վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Նա հիշեցրել է, որ ծրագրով ֆինանսական աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի և մայր գումարի մասով պարտավորությունները չեն գերազանցում 1 միլիոն դրամը։ Ըստ Ստեփանյանի, աջակցությունը տրամադրվում է շահառուի վճարած եկամտահարկի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է 24 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը։ Փոխնախարարը հիշեցրել է, որ շահառու քաղաքացիները կարող են դիմել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ Այս պահի դրությամբ դիմել և դիմումը բավարարվել է 3594 անձի համար։ Մարտ ամսին վճարվել է փետրվար ամսին դիմաց 1896 անձի համար 70 միլիոն դրամ աջակցություն։ Մարտին դիմել է և շահառու է դարձել ևս 1072-ը, որոնց վճարումը կկատարվի ապրիլի վերջում, տեղեկացրել է Ստեփանյանը, հավելելով, որ արդյունքում կունենան 2960 անձ, ովքեր օգտվել են ծրագրից։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ անհույս վարկ ունեցող 218,000 անձ կա, որից 40,600-ը ունեն զբաղվածություն։ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է նվազեցնել հայ աերոնավիգացիա փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և անշարժ գույք ամրացնել նրան։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, պետական գույքի կառավարման կոմիտե, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության հայ աերոնավիգացիա փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքով պատկանող Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Առագաստանավային բազայից արևմուտք գտնվող անշարժ գույքը Պաշտպանության նախարարությանը ամրացնելու խնդրանքով։ Համաձայն ԱՄՏ Realty սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացված գնահատման համաձայն նշված անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 151 միլիոն դրամ։ Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, կառավարության կողմից կստանա 234 միլիոն 638 հազար դրամ։ Կազմակերպության 2025 թվականի գործունեությունը ամբողջ ծավալով ապահովելու նպատակով նախագիծը ներկայացվել է Պաշտպանության նախարարության կողմից։ ՊՆ-ի տեղեկացմամբ ԵԿՄ-ն հատկապես 2020 թվականի պատերազմում ունեցել է կարևոր դերակատարություն, տալով 74 զոհ, 114 վիրավոր։ Պատերազմից հետո ավելի քան 4000 կամավոր ԵԿՄ անդամ մարտական հերթապահություն են իրականացրել տարբեր սահմանային դիրքերում Պաշտպանության նախարարության համակարգմամբ։ Նշվում է, որ ԵԿՄ-ն շարունակաբար համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ, աջակցելով նաև ապագա զինվորների դաստիարակության և պատրաստման գործընթացին։ Կառավարության որոշմամբ կստեղծվի անհրաժեշտ ֆինանսական հիմք կազմակերպության գործունեության շարունակականությունը ապահովելու համար։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են հայաստանյան բուհերում 2025-26 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը ըստ բուհերի և մասնագիտությունների։ Կառավարության որոշմամբ բուհերում վճարովի ընդունելության համար հատկացված 10,000 տեղերը բաշխվել են հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը։ Ըստ այդմ 9322 տեղ հատկացվել է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է Արարատյան բակալավրիատ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, 129 տեղ եվրոպական համալսարանին, 549 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Նախորդ շաբաթ կառավարության որոշմամբ հաստատվել են նաև հայաստանյան բուհերի 2025-26 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել են Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք։ Փոխնախարար Վարդան Կոստանյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եւ ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկվել են առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։ Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան եւ աղբամաններն արդեն ներկրված են եւ տեղում են։ Շուտով աղբավայրը կսկսի գործել։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 միլիոն եվրո է, որի կեսը հանդիսանում է վարկային միջոց, մյուս կեսը դրամաշնորհ։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ ասել է, որ առաջիկայում կքննարկեն եւ որոշում կկայացնեն։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում անվտանգության միջոցառումներից, եւ կարծում եմ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում, կքննարկենք եւ ըստ այդմ կորոշենք, ասել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում եւ մի շարք այլ քաղաքներում։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18:30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ բոլոր ուղղություններով տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից։ Ժամը 19-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները, Կիևյան փողոցը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը 7-ից կարգելվի երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղում Լենինգրադյան փողոց Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից, Աթենքի փողոցում Իսակովի պողոտա Աթենքի փողոց խաչմերուկից երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի փողոցում դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։ Ապրիլի 24-ին ժամը 7-ից մինչև 10:30-ը պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Կոտայքի մարզում մեկնարկել են փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպված պատանի հրշեջ փրկարարների առաջնության մարզային փուլի խաղերը, որին մասնակցում են մարզի շուրջ 28 դպրոցների աշակերտներ։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներից կազմված մարզային հավաքական թիմը Կոտայքի մարզը կներկայացնի մարզական առաջնության հանրապետական փուլի խաղերում։ Նշենք, որ 2 տարի անընդմեջ այդ առաջնությունում Կոտայքի մարզը հաղթող էր ճանաչվել։ Արդեն ավանդական դարձած առաջնությունը նպատակ ունի նոր սերնդի մոտ ձևավորել պատասխանատու եւ գիտակից վերաբերմունք հասարակական ու անձնական անվտանգության նկատմամբ, ինչպես նաեւ փրկարարական գործի վերաբերյալ տալ գործնական գիտելիքներ, որոնք հետագայում կարող են հենք հանդիսանալ մասնագիտական կողմնորոշման համար։ Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզի աշխատակազմի Facebook-յան էջից։ Հայաստանը 49 միլիոն դրամի մարդասիրական օգնություն կփոխանցի Սիրիայի բնակչությանը, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Որոշման ընդունումը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ծանր սոցիալական տնտեսական վիճակում հայտնված մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով։ Մարդասիրական օգնության շրջանակներում անձանց Հայաստանի կառավարության կողմից կտրամադրվեն մթերք եւ դեղորայք, ապահովելով վերջինների սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 22-ից 23-ին բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության 2 դեպք, սպանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու եւ խուլիգանության 1 ական դեպք։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար, որի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։
Ապրիլի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3508 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 166 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 128, առանց վարորդական իրավունքի վկայականի 257 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 24, չամրակապված վարելու 560, առանց մանկական նստատեղի քարսիթի 13, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 215, վարելիս հեռախոսից օգտվելու 129, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 89 եւ 1554 այլ իրավախախտումներ, 105 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 217-ը տեխնիկական զննություն չանցած, 35-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 53-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 56 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12403 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 206 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 194, առանց վարորդական իրավունքի վկայականի 518 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 64, կեղծ հաշվառման համարնիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 2820, առանց մանկական նստատեղի քարսիթի 196, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 335, վարելիս հեռախոսից օգտվելու 467, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 64, արագության գերազանցման 1982 եւ 3773 այլ իրավախախտումներ, 343 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 1159 տեխնիկական զննություն չանցած, 372-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 6-ը բեռնատարներ, 148-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 48 անձ։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մարմինը անձնական նստավայրից Սանտա Մարտայից, որտեղ նա մահացել է ապրիլի 21-ին, տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, շուտով կսկսվի հանրային հրաժեշտը։ Կարդինալ Կեմերլենգո Քեյվին Ֆարելը, որը նախագահում է թաղման ծեսը, հուղարկավորության աղոթքը կատարել է նախքան աճյունը տեղափոխելը։ Արարողությանը մասնակցում են կարդինալներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ եւ եկեղեցու սպասավորներ։ Նրանք երթով քայլել են դագաղի դիմաց հրապարակով։ Հրապարակում տեղակայվել է շվեյցարական գվարդիայի պատվո պահակախումբ։ Պոնտիֆիկոսին հրաժեշտի ամբողջ ծեսը նկարագրված է հատուկ փաստաթղթում, սակայն Ֆրանցիսկոսը իր կենդանության օրոք դրանում որոշակի փոփոխություններ է կատարել, պարզեցնելով ընթացակարգը։ Հավատացյալները հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում։ Իշխանությունների մոտավոր հաշվարկներով սպասվում է մինչև 100,000 մարդ։ Հռոմում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել։ Սուրբ Պետրոսի հրապարակը եւ տրանսպորտային հանգույցները դրվել են հատուկ հսկողության տակ։ Երկնքում հայտարարվել է թռիչքազերծ գոտի, գործարկվել է անօդաչու թռչող սարքերի հետախուզման համակարգը։ Ֆրանցիսկոսին հրաժեշտը կտևի մինչև ապրիլի 25-ը, հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, թագադրված ղեկավարների, հոգեվոր ու կրոնական ներկայացուցիչների ներկայությամբ։ Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված 3 հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Այս մասին իր էջում գրառել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Նա մասնավորապես նշել է. Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-ից 60%-ի չափ տեղումներ։ Այսօր ցերեկը եւ առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում եւ բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ ՊՕԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն էլ գրառել է, որ ապրիլի 24-ի ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ազդեցությունը։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են հանրապետության մարզերում ապրիլի 24-ի գիշերը 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը 26-ի եւ 27-ի ցերեկը 28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև եւ ամպրոպ, 25-ին առանձին վայրերում հորդառատ, քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 23-ի ցերեկը նվազել է 4-ից 5 աստիճանով, իսկ ապրիլի 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։